Ողջունում եմ ձեզ, Աստծո օրհնությունը լինի ձեզ հետ։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի վկայությունով, որ տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Ես գտնվում էի Հայաստանից դուրս եւ մի եկեղեցում պետք է ծառայեի եւ ծառայությունից առաջ մի տարեցկին մոտեցավ, ասաց, որ երբ որ դուք անցած տարի եղել եք մեզ մոտ, աղոթել եք ինձ համար, իմ կյանքում բժշկություն ա եղել եւ երբ որ ես իմացա դուք գալիս եք մեր երկիր, ես որոշում կայացրի ձեզ գումար օրհնել ձեր ծառայության համար։ Եվ նա տվեց ինձ $250, նա փաթաթվեց գրկեց եւ գնաց։ Եվ այդ օրը ես խոսում էի բարի սամարացու մասին, որ երբեք պետք է ծառայությունը եւ զբաղվածությունը չսպանի մեր մեջի սամարացուն։ Եվ գիտեք հետաքրքիրը որն էր, ես տեսա վերջում մի աղջկա, որ նստած էր եւ ուշադիր լսում էր ինձ։ Ծառայության վերջում կանչեցի մի քանի հոգու առաջ աղոթելու եւ երբ որ այդ աղջիկը եկավ առաջ նրան եւ ծառայության վերջում 5 հոգի մարդ կանչեցի առաջ, որպեսզի նրանց համար աղոթեմ եւ այդ աղջիկը այդ 5-ի մեջ էր։ Եվ նրան ես ասացի, որ Աստված տեսնում է քեզ եւ նրան դուր է գալի քո բարի գործերը։ Եվ Աստված լսում է քո բոլոր աղոթքները։ Եվ այն, որ դու հիմա այստեղ կանգնած ես, դա Աստծո ուշադրությունն է քո կյանքի հանդեպ։ Եվ երբ որ ես աղոթում էի նրա համար, նա լացում էր ծառայության վերջում, նա խնդրեց, որպեսզի գնանք մի աղջկա այցելենք, որի համար նա հոգ է տանում։ Եվ նա պատմեց այդ աղջկա մասին, որ այդ աղջիկը ավտովթարի է ենթարկվել եւ կորցրել է ունակությունը քայլելու եւ ձեռքերը շարժելու։ Նրա ամուսինը պահեց նրան մոտավորապես 6 ամիս, հետո տեսավ, որ էլ չի կարողանում պահել, ասում անձրևոտ օր էր, նա խմած այդ աղջկան վերցնում գցում է փողոցը եւ 7 տարեկան աղջիկ երեխան հետ է։ Եվ երբ որ ասում ես մեքենայով անցնում էի, տեսա նրանց վերցրեցի, բերեցի իմ տուն, ես հոգ էի տանում նրանց համար։ Եվ նա ասում է, ես կաթոլիկ եկեղեցու հետևորդ եմ, եւ ես որոշում էի կայացրել այսօր իմ սրտի մեջ, որ այլևս եկեղեցի չեմ գնալու, Աստվածաշունչ չեմ կարդալու, որովհետեւ Աստված դա կարծես թե մի պատմություն է, միֆ է, որովհետեւ ես 45 տարի է գնում եմ կաթոլիկ եկեղեցի, ամեն կիրակի պատարագներին մասնակցում եմ, բայց ինձ համար ոչ մեկ չէր աղոթել։ Եվ ես ասացի, որ Հիսուս դու չկաս, որովհետեւ 45 տարվա մեջ ոչ մեկ ձեռքը չի դրել իմ գլխի վրա եւ աղոթի ինձ համար։ Եվ ասում այդ օրը առավոտյան նույնպես ես այդ աղջկան ասացի գթիր ինչ-որ մեկին միջև մայիս ամիս քեզ ժամանակ, որ գան քեզ այստեղից տանեն եւ քո համար հոգ տանեն, որտեւ ես էլ այլևս քո համար հոգ չեմ տանելու։ Եվ երբ որ աշխատանքից տուն էի գնում, ես տեսա մի ամբողջ, որ վազում էր դեպի շենքը եւ ծանոթներիցս մեկին տեսա, ասացի ուր ես գնում, նա ասաց, որ այստեղ եկել է Ավետարանիչ Ռոման Դանիելյանը եւ մենք ընկերներով շտապում ենք, որպեսզի նա վերջում մեր համար աղոթի։ Եվ երբ որ ասաց նա մեզ համար աղոթի, ասում է իմ մեջ ինչ-որ մի բան արթնացավ։ Եվ ես որոշում կայացրեցի, ես նույնպես մտնեմ այդտեղ եւ Աստծուն վերջի շանսը տամ։ Ասեմ Հիսուս, եթե դու կաս, թող այդ մարդը ինձ կանչի առաջ եւ իմ համար էլ աղոթի։ Եվ ծառայության վերջում, երբ որ նրան կանչում եմ առաջ աղոթելու, նա իրականում ցնկերի չէ, լացում էր։ Եվ երբ որ գնացինք այդ տուն այդ աղջկան տեսնելու, նրա համար աղոթեցինք եւ նրա աղջիկը եկավ։ Ես նրան հարցնում եմ, դու հավատում ես Աստծուն, այդ փոքրիկ երեխան ասում այո, ես հավատում եմ։ Եվ ես նրան $50 եմ տալի, ասում ուզում եմ սա քեզ օրհնել։ Ուզում եմ օրհնել, որպեսզի դու քեզ համար կոնֆետ առնես կամ ինչ-որ մի բան, եւ այդ երեխան բղավում էր տանը, որ մամա Հիսուսը կա, Հիսուսը կա։ Նա վազում էր տան մեջ եւ գոռում էր մամա Հիսուս живой, Հիսուս живой։ Եվ մայրը անկողնում պարկած լացում էր։ Եվ նրան հարց տվեցի. իսկ ինչու ես լացում, ինչ ա եղել։ Ասում այսօր իմ աղջիկը երբ որ դպրոցից տուն էր գալիս, ասում լսել էր երկու հոգեվոր մարդու խոսակցություն, որ եթե ուզում ես Աստված քո կարիքները լրացնի, հավատքով թղթի վրա քո կարիքները գրի եւ աղոթի դրանց համար։ Տերը կլսի եւ կպատասխանի։ Եվ երեխան վազեց տուն եւ վերցրեց թուղթը եւ նամակ գրեց. թանկագին Հիսուս, 3 օր հետո իմ մայրիկի ծնունդն է։ Եվ ես ունեմ ֆինանսական կարիք։ Մեզ ոչ ոք չի գալու շնորհավորելու այդ տոնի կապակցությամբ, բայց խնդրում եմ ինձ $100 գումար տուր,
որպես ես իմ մայրիկի ծնունդը տոնեմ։ Եվ երբ որ ես կարդացի այդ նամակը, ես հուզվեցի, լացեցի, այդ երեխային եւս $50 տվեցի եւ այդ տեղական գումարներից տվեցի։ Գիտեք, այդ երեխան դարձավ իմ ուսուցիչը եւս մեկ անգամ։ Թանկագինս, միգուցե քո կյանքում էլ ինչ-որ իրավիճակ կա։ Մենք պետք է այդ երեխաներից սովորենք, նմանվենք այդ հրաշալի երեխաներին եւ հիշենք մի բան, որ մեր Աստված լսում է մեր աղոթքները, մեր Աստված տեսնում է մեզ, անկախ նրանից մենք որտեղ ենք գտնվում, անկախ նրանից մենք ինչի մեջ ենք գտնվում, Աստված գիտի քո կյանքում հրաշք անելու ճանապարհը։ Եվ այդ աղջիկը, այդ տանտերը ծնկեր իջել այդ աղջկա դեմ, նա լացում էր, ապաշխարում էր այդ աղջկա դեմ, ասում էր ես քեզ խոսք եմ տալի երկնքի ու երկրի առաջ, որ այս տանից դու դուրս չես գալու։ Եվ հետաքրքիրը նա էր, որ այդ տանտիրոջ ամուսինը կրոնով նա մուսուլման էր։ Հաջորդ օրը ծառայության այդ աղջիկը կաթոլիկ եկեղեցու մարդկանց էր բերել, մի քանի մուսուլման էր բերել, ամուսնուն նույնպես, եւ նրանք ընդունեցին Հիսուսին։ Եվ հետաքրքիրը նա էր, որ ես սկզբում մտածում էի, որ նա պատմություն էր լսել, դրա համար համաձայնվեց գա Հիսուսին ընդունի, թե ոչ։ Եվ երբ որ հաջորդ օրը նրանք եկել էին ծառայության վերջում, մոտեցան, ասացին մենք քեզ անակնկալ ունենք, եկ գնանք այդ տուն։ Մենք նույնպես նվերներ էինք վերցրել այդ աղջկա երեխայի համար, այդ աղջկան հովի հետ գնացինք այդ տուն եւ անակնկալը հետեւյալն էր։ Այդ աղջիկը չէր կարողանում ձեռքերը շարժել։ Աղոթքից հետո Տերը կպել էր նրան եւ նա ձեռքերը շարժում էր։ Հիմա ես ձեզ ցույց կտամ այդ նկարը աղջկա, որ ձեռքը դրած գլխի հետևում խոսում էինք։ Սա առաջի անգամ, որ նա կարողացել է իր ձեռքը դնի գլխի տակը։ Եվ ահա իր աղջնակը, որ հավատում էր Հիսուսին, որ Աստված կարա հրաշք անի իրանց կարիքների մեջ, գրել էր, սպասում էր ու աղոթում էր։ Սիրելիս, միգուցե դու էլ ես կարիքի մեջ։ Ուզում եմ քեզ ասեմ, Աստված գիտի քո հասցեն եւ Աստված գիտի ինչպես քո կյանքում հրաշք անել։ Պարզապես երեխայի նման հավատա եւ սպասի, եւ Տերը կգա, Տերը չի ուշանա, հենց քո կյանքում, հենց քո իրավիճակների մեջ եւ Տերը կփառավորի քեզ։ Ոնց որ 91 Սաղմոս 15-րդ խոսքն ասում. նա կկանչի ինձ եւ ես կլսեմ նրա հետ կլինեմ նեղության մեջ, կազատեմ նրան եւ կփառավորեմ նրան։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասել, որ Տերը լսում է քո աղոթքը եւ Տերը կգա այնտեղ, որտեղ որ դու կարիքի մեջ ես։ Աստված օրհնի քեզ։